Մերոնք կետեում կայքի եթերում ես շարունակում եմ մերոնք սեղանի շուրջ շարքը, մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Այսօրվա մեր նկարահանումը տեղի է ունենում Կովկաս ռեստորանային համալիրում, էլի շնորհակալություն Բադալյան եղբայրներին, շնորհակալություն այս տաղավարը, Երևանաշունչ տաղավար դարձրեցինք Կովկաս Պանդոկը, եւ այսօրվա իմ զրուցակիցը Էդվարդ Զորիկյանն է, երգահան բանաստեղծ։ Պարոն Զորիկյան, շնորհակալություն, որ չմերժեցիք ձեր երգերով մենք ապրում ենք։ Լավ խոսքը, լավ բանաստեղծությունը մեզ սիրոտեր է դարձնում, չգիտեմ, հայրենիքի, այսինքն մարդը իր էությամբ ապրում է։ Ըստ այդմ ես, քանի որ մենք պիտի ըմբենք նաև գինի լցնեմ, այսպես ասած հայոց պրպրադեզը, եւ մեկ բաժակ բարձրացնենք բարով տեսանքի համար։ Ինչպես մեր պապերն են ասել, բարով տեսանք, ինչ լավ էր, որ օրը սկսեցինք, բոլորի օրը բարի, բարով տեսանքի համար, պարզապես, պարոն Զորիկյան։ Բարի տեսանք։ Ես լավ կենացին, ուզում մի բանաստեղծություն կարդալ, որ կոչվում է Արշալույս։ Եկեք սկսենք Արշալույսով։ Ժամայինը կարևոր չի, չգիտեմ, նույն բարի լույսն է, բայց Արշալույս է, այո։ Արշալույս է, վաղ լուսաբաց, սեք լեռների կատարից արեգակը կառնի ընթացք ու կկախվի երկնքից։ Արշալույս է, արևածագ, ցողը շաղված դաշտերին կաթիլներից կժողվի լճակ կտա երկնի կապույտին։ Արշալույս է, արևածագ, ինչպես ծնունդ վահագնի, սարթնեք թրջուն գազան ու մարդ մարեք աստղեր երկնքի։ Արշալույս է, արևածագ, ակունք սիրո եւ կյանքի, կցանկամ ժայթքել մարմնից պարփակ, փարվել անամպ երկնքին։ Բրավո, շնորհակալություն։ Պարոն Զորիկյան, տեսեք, այո, խավարին ոչ պիտի ասենք Արշալույսը պիտի բացվի։ Այսօր ձեր ամենահայտնի երգերը կան, որ ազգովի երգում ենք, Հուսո Ռագաստը, բայց ես ուզում եմ, քանի որ Երևանյան մթնոլորտում ենք այստեղ նստած, ես էլ ժամանակին Երևանի փողոցները հաղորդաշարի հեղինակն էի, այդպիսի մի հաղորդում ունեի, Երևանը ուրիշ կարոտ է, դուք մի երգել եք գրել դստրիկիս, հա, կամ դստրիկիս նկարը, որտեղ հենց խոսվում է են քանդված կամ այլևս ոչ եղած Երևանի մի փոքրիկ հատվածի կամ մի տան մասին։ Պատմեք այդ մասին եւ եթե կարելի է երգենք, քանզի երգը շատ տխուր սիրտ կուխնդացնի, ինչպես ասում են։ Կարծում եմ երգն էլ կինոյի նման, ֆիլմի նման կարելի է դասել գեղարվեստական եւ վավերագրական։ Այս երգս վավերագրական է, որովհետեւ ոչինչ չեմ հորինել, չեմ ստեղծագործել ինչ որ մի բան, որ ուղղակի մի օր բառացի այն ինչ երգում եմ երգի մեջ, դա էլ կատարվել է։ Կապված մեր տան հետ օջախի սեփականության իրավունքով մեզ պատկանող, կնոջս ընտանիքին պատկանող պապական սեփականություններ այսօրվա հյուսային պողոտայի հատվածում։ Մեծ այգի էր, տարբեր ծառներով, ընկերներս հավաքվում էին, միշտ կրակ էինք վառում, միշտ մինչև լույս երգեր էինք հնչեցնում, խանգարող չկար, մենք ոչ մեկին չէինք խանգարում, հարևանները առավոտյան լսողությամբ գուշակում էին, թե ով էր Զորիկյանի հյուրը, Ֆորշն էր, Միքայել Պողոսյանն էր, Միքայելը դերասան է, բայց մեզնից լավ ձայն ունի եւ մեզնից լավ է կատարում ցանկացած երգ։ Կամ որևէ մեկ ուրիշը, ում կարող են ձայնով ճանաչել։ Մի խոսքով քանդեցին, տեղափոխվեցինք բնակարան 4 պատ, որից ոչ ձախ կգնաս, ոչ վերև, ոչ ներքև։ Կատարվեց եւ ընկերներիս ոտքը, որովհետեւ այդ առանձնատան ուրիշ է, սեփական այգում ուրիշ է, լրիվ ուրիշ է, բնակարանը այլ է, անհամեմատելի բաներ են։ Ու մի օր տեսնում եմ դստրիկս նստած նկար է նկարում։
երեխաները ոնց են նկարում, ասենք, տնակը ոնց են նկարում, այդ ձևի մեջ, որտեղ ճստիկ-պստիկ էր։ Կլոր սև է։ Բուն, տանիքին ինչ-որ ծիտիկներ, հասկացա, որ նույնիսկ այս մի բուր երեխայի մեջ, այդ կարոտն է, Այդ տան կարոտը։ այդ տան, այդ միջավայրի, այդ ընկերների, ու մնացածը արդեն ձևակերպեցի այս երգով, դստրիկից նկարը։ Նկարել է իմ դստրիկը մի նկար հիանալի ու ներկել է իր նկարը գույներով ծիածանի նկարում կապույտ երկինքն է երկնքում կարմիր արև նկարում մեր տուն տանիքն է տանիքին աղավնին է նկարում է իմ դստրիկը այս ջերմակ թղթի վրա Այն ամեն ինչ անցյալում է, այս ամեն արդեն չկա Հարազատ ծանոթ քո դեմքը, փոխեցիր իմ Երևան Քո երկնից աղավնիները, չվեցին արդեն չկան Նկարել է իմ դստրիկը մի նկար հիանալի ու ներկել է իր նկարը գույներով մեր հուշերի նկարում մեր հին այգին է և այգում թթենին է դստրիկիս նկարն անգին է իմ փոքրիկ սիրուն արև նկարում է իմ դստրիկը այս ջերմակ թղթի վրա Այն ամեն ինչ անցյալում է, այս ամեն արդեն չկա Հարազատ ծանոթ քո դեմքը, փոխեցիր իմ Երևան Քո երկնից աղավնիները, չվեցին արդեն չկան Նկարում կլոր սեղան է, սեղանին բյուրու տեստներ Շուրջ բոլորը հավաքվել են ընկերներ, բարեկամներ ու բոլորը շատ ուրախ են ու հնչում են կենացներ իմ դստրիկը նկարել է այսպիսի տարբեր բաներ նկարում է իմ դստրիկը այս ջերմակ թղթի վրա այն ամեն ինչ անցյալում է այս ամեն արդեն չկա հարազատ ծանոթ քո դեմքը փոխեցիր Իմ Երևան, քո երկնից աղավնիներդ չվեցին արդեն չկան ու մտքով անվերջ շրջում եմ սալապատ փողոցներով դեռ թաքուն հպարտանում եմ քարակերտ քո շենքերով այս ամենը ես հիշում եմ կարոտում եմ անսահման նկարում է իմ դստրիկը դու ֆաշեն Հին Երևան նկարում է իմ դստրիկը այս ջերմակ թղթի վրա այն ամեն ինչ անցյալում է այս ամեն արդեն չկա հարազատ ծանոթ քո դեմքը փոխեցիր իմ Երևան քո երկնից աղավնիները չվեցին արդեն չկան նկարել է իմ դստրիկը մի նկար հիանալի պատկերել է իմ ճստիկը մի դրվագ Երևան ջան մեր անցյալից Շնորհակալություն Էդվարդ ես վստահ եմ հիմա ես չեմ ծափահարում բայց լսողները մեզ ծափահարում են քանզի կարոտ կար մեր զավակների հոգու մեջ այդ կարոտը այնքան շատ է ինչ որ տեսել են որ չեն թողնում որ մենք դա մոռանանք եւ այ այդ կարոտով ըստ այդմ գուցե բաժակ բարձրացնենք զավակների համար մեր
երեխաների։ Մեր սիրո պտուղների, ասում են երկու տեսակ ծնունդ կա։ Այն որ աշխարհինն է, մարդ է, լավն է, դա սիրո պտուղն է։ Ասում են օրհնված էր ձեր ծնողների այն գիշերը։ Եվ այն որ երկիր տանող ու թալանող է, նա էլ պատահական կապի ծնունդներ են։ Իմ ընկեր Էդվարդ Խալղացյանն ասում է երեխան աղջիկն է, տղան գլուխ գովալու համար է։ Դա գրքին բանաձևում է։ Մի օր ասաց դու երեխա չունես, ասեմ 3 տղա ունեմ, ասաց երեխա չունես, երեխան աղջիկն է։ Խմենք մեր զավակների համար, հիմա ես եւ երեխա ունեմ եւ տղաներ։ Ձեր աղջնակի համար, այդ կտավի, այդ խորության, այդ մաքրության համար, որ դուք այսօր երկի տեսքով, շնորհիվ նաեւ ձեր զավակի, ձեր աղջկա տվեցիք մեզ։ Կենաց։ Մեր զավակների թող ամեն ինչ իրենց ուզածով լինի։ Ուղղակի պիտի հավատանք մեր գենին, պիտի հավատանք, որ իրենք մեր շարունակությունն են։ Բայց կյանքը փոփոխվում է, մեծ առումով մենք չենք կարող տեղում մնալ, կամ օդից ինչ-որ մի բան հորինել, բայց այս առումով չնայած երեխաների կենացի վրա է, բայց խոսքը եկել է պիտի արտահայտվեն։ Այ հերպի։ Լավագույն օրինակներ կան, ազգեր կան, որ կարողանում են պահել եւ իրենցը, եւ ոչ թե հետ չմնալ, այլ աշխարհին տալ այն, ինչի պահանջը այսօր աշխարհում։ Հինը չեն քանդում, նորը կառուցում են։ Իհարկե, օրինակ Ճապոնիան, առաջատար տեխնոլոգիաներ եւ այլն, դրա հետ մեկտեղ թե հակուկապը, թե նիստուկացը, թե եւ այլն։ Մեծ քաղաքներում դժվար է, բայց հնարավոր է։ Մեր երեխաների կենաց։ Մեր երեխաների համար կենաց երեխաների, այո, եւ պստիկները։ Երողատանի ինչքան ենք կորցնում։ Հարևան երկրներ ունենք։ Մեկը իր համար պատմություն է ստեղծում, չգիտեմ, չունենալով, մյուսը գնացեք Թբիլիսի կտեսնեք։ Պատմական դե հիմա գիտենք, որը հայկական թաղամաս է, որ ինչ է, ոչինչ չեն կորցրել։ Երկուսյուն են դրել, դարձրել են հիշողություն։ Իրենց քաղաքի պատմություն, իրենց երկրի։ Ինչ արմատներ ունի, դնենք մի կողմ։ Մենք այդ արմատները շատ մեծ մասը քանդեցինք։ Քանդեցին մեր փորով տղեկը, հաշվի չառան ոչինչ։ Չգիտեմ, ճիշտ է թե չէ, բայց դուք պիտի ունենաք այդ մասին խոսք կամ երգ, այդ հաստափոր հաստագլուխների եւ այլն, հա։ Դա երգեմ։ Ես ճիշտն ասած այսօրվա ընթացքում, զրույցի ընթացքում կերկեմ անպատճառ, բայց որ խոսք գնաց երեխաների մասին եւ սիրո ծնունդ որպես մի երգ ունեմ, կոչվում է Ազատության անունն է սեր, նաեւ համանուն վերնագրով այս ժողովածուն է բանաստեղծություններից, այս պահին ուզում եմ դա կատարել։ Կյանքի խելառ այս ովքյանում, կապույտ երկնում ազատ անկախ, ջերմակ մի ճայ է սավառնում, սիրո խորհրդանիշն անվախ, ովքյանն անզուսպ ու ալեբախ, կուզես անձել ջերմակ ճային, ճայ է ազատ երկնում, անվախ ճախրում, ծաղրում է ովքյանին։ Սիրտի փոքրիկ ջերմակ թռչում, ազատ սուրա միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, սիրտի մեզ ընծայվեց ազատություն, ազատ սուրանք միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, ովքյան հզոր ես անկասկած, մեծ ես անշուշտ ու ահռելի, ջերմակ փոքրիկ ճայից դիմաց, հրեշ ես դու 7 գլխանի, որքան հուզվես, ալեկոծվես, դուրս գալ ուզես քո ափերից, կալեբախվես, ետ կքաշվես, քո իսկ ստեղծած սահմաններից, սիրտի
փոքրիկ ջերմակ թռչում, ազատ սուրա միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, սիրտին մեզ ընծայվեց, ազատություն, ազատ սուրանք միշտ դեպի վեր, ազատության անունն է սիրտին, փոքրիկ ջերմակ թռչում, ազատ սուրա միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, սիրտին մեզ ընծայվեց, ազատություն, ազատ սուրանք միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, սեր, սեր։ Բրավո, շնորհակալություն։ Միտքս եկավ ազատության, հիշում եք Թումանյանի անուշը, ասում էր նանի ջան, նանի կուժը թողարն է, աղբյուրը գնամ աղջիկների հետ։ Են թակուն սերը, են որ մարդու հոգում է, հազար դռները բացում ու խոչընդոտներ աղթահարում։ Հիմի այդ ճայի համար օվկյանը գրոշ չարժեր, հրեշ են, բայց ճայը պիտի սավարներ։ Սիրո կենացը, դե որ այդպես է։ Ու նաև պատմություններ ունենք, էլի, ասում է սկզբից սեր է, հետո սերը դառնում է ընտանիք, հետո ընտանիքը, այն օրը մեկը հումոր է անում, ասում է, ասի, ամուսնացեք, անպայման, սիրահարվեք, ամուսնացեք, մինչև սիրահարվել ես ոչինչ չունեի։ Հիմա արդեն ամուսնացել եմ, վարկեր ունեմ, շաքար ունեմ, այսինքն եւ նա, բայց սերը ամենազորն է։ Սերը այ դստրիկի ծնունդն է, սերը մեր տղերքի ծնունդն է, սերը մեր ամբողջություն, մեր պետությունն է։ Սիրո կենացը։ Մեր Ռուբենը Հախվերդյան այդ խոսքերին կավելացներ վերջում վերջակետ կդներ, կասեր, եթե չի դառնում ամուսնություն։ Այո, եթե չի, սերը լավ է, եթե չի դառնում ամուսնություն, բայց գրող։ Սիրո կենացը։ Իհարկե պիտի դառնա ամուսնություն, պիտի ծնվեն զավակներ, տունը պիտի լինի մանկան ճիչով։ Եվ շենանա պետությունը։ Այո։ Եվ պետությունը շենանա, շենացնեն, այո։ Այլ տարբերակ չկա, հակառակը դատարկություն է։ Հիշենք, լավ, մի քիչ թեթևացնենք բեռը, կանանց հիշենք, այդ սիրո մեղավորներին։ Մի երգ ունեմ, կոչվում է ընտանեկան երջանկություն։ Երջանկությունը, այս գրքի մեջ երջանկությունը ճակերտների մեջ է։ Ընտանեկան երջանկություն, այս երգը գրելուց միշտ չի, որ ինչ որ մի բան մտքիդ մեջ խմորվում է, հետո ոնց խմորվել է, այնպես էլ հանձնվում է թղթին։ Մի պահ եկավ, որ զգացի, որ ես ահավոր չարաշահում եմ իմ ես լինելը, ընտանիքիս, երեխաներիս, առաջին հերթին կնոջս հանդեպ։ Ուզում էի մի երգ գրել, ոնց որ մեղքերս քավեի, հա։ Մի երգ գրեի մոտավորապես այս թեմայով, որ տեսա, սիրահարվեցինք, հետո ես սկսեցի սենց ինձ վատ պահել ես են, բայց մեղավոր եմ, քեզ շատ եմ սիրում, եւ սենց մտքից դա էր։ Իսկ թե ինչ դարձավ, վերջում։ Լսենք թե ինչ դարձավ։ Հա, հետ այրքիր է։ Կատարեմ։ Ընտանեկան երջանկություն։ Ամուհի մի տղայի ընկերներ ունեի, երջանիկ ազատ ու հոգսեր չունեի, թափառում էի անհոգ, ես մինչև քեզ գիշեր, իսկ հետո գիշերում հորինում էի երգեր, անցան տարիներ, քեզ հանդիպեցի, հայացքից առաջին ես քեզ սիրեցի, քո սիրուց խենթացած, փոքր ինչ տանջվեցի, իսկ հետո ես քեզ հետ ընտանիք կազմեցի, այդ օրից ես եւ դու դարձանք ամուսին, ապրեցինք համատեղ երջանիկ միասին, մեղրամիսը անցավ ու ես հասկացա, որ թակարդ եմ ընկել, որ գերի քեզ դարձա, ամեն օրս քեզ հետ հակասություն է ծնում, համատեղ կյանքը մեր անտան
անելի է դառնում, փնփնթում ես վրաս, իմ օրերն անիծում, իսկ ես քեզ եմ նայում, ինքս ինձ մտածում, ախ ինչ լավ էր առաջ, երջանիկ էի անհոգ, երբ մինչև լուսաբաց, հաշվետու է ինձ լոկ, իսկ այժմ փակված ընտանեկան այս բանտում, անուրջներս նախքին երազ են դառնում, կտրեցիր դու թևերս, սկսեցիր հալածել ինձ ազատ արծվից, թխսկան հավես դարձրել, էլ չունեմ շրջապատ և չունեմ մականուն, ունեմ քիչ երեխա, որն ունի հայրանուն։ Բրավո։ Դե այդպես է ստացվում։ Մեր կանանց կենացը։ Մեր կանանց կենացը։ Մի ընկեր ունեմ բավականին կոպիտ հայամատություն արեց, մի օր ասաց, մեկին ասաց, լսիր, դեռ չես ամուսնացել, սա ասաց, չի ասաց, լսի, չամուսնացած տղամարդը ոնց որ չոբանը անշուն։ Ամուսնացի։ Հիմա թե արդյունքն ու ելքը ինչ է լինում, այդ են մեծ սիրուց է գալիս, նաև այդ երգն է այդտեղից ծնվել։ Սեր, պատասխանատվություն, այո, ասում է բան չունեի, հիմա ամեն ինչ ունեմ։ Այդ թվում նաև խնդիրներ, կանանց, մեր կանանց կենացը։ Թող նրանք լավ մայր եղել են, կան ու լինեն մեր զավակների համար։ Ամենամեծ առաքելությունը։ Կինս այսօր նաև լավ տատ է։ Առավելիովս։ Արդեն կանանց կենացը։ Արմատները շատ կարևոր են, երբ մի բաժակ բարձրացնում ենք, ասում ենք, մեր պապը, Սասունցի Դավիթը, իր տղա փոքր Մեհերին հանդիպում է չի ճանաչում և մենամարտում են, բայց երբ որ Մեհերը պիտի հաղթեր, արդեն հաղթել է, պիտի, այսպես ասած, գլխատեր Դավթին, Դավիթն ասում է, իմ վիզը չի կարա անմաքուր մարդը կտրել, քո հորականն ասա քո մորականը, լավ, ով ես դու։ Սա էլ ասում է, ոնց իմ հերս ասնա Դավիթն է։ Իմ մերը խանդուտ խաթունն է, ես ազնվական մարդ եմ, մաքուր մարդ եմ։ Այսինքն մեր մեռնող պապի համար անգամ կարևոր էր, որ իր ճիտը ինչ-որ մի ընկեցիկ չկտրի, բառասացի։ Ես ուզում եմ մեր արմատների համար բաժակ բարձրացնենք։ Նախորդ անգամ զրուցեցինք, դուք ասացիք մի տատիս, որը պոլսի կողմից էր, ասում էինք պոլիս տատի, մյուս տատս, որ շատ պոպոկ ուներ, պոպոկի ծառան, ասում էինք պոպոկ տատի։ Այդ մեր մաքուրա, հետո ասացիք պապերից չեմ տեսել, մեկը հերոսացել է ռազմաճակատում, մեկը անպապ է մեծացել, որովհետև այդպես է, չգիտեմ, ով տեսել է երջանիկը։ Շատ կարճ կուզեի պատմեք Հուսո Արագաստ երգի պատմությունը։ Այստեղ հենց մենք արմատներին ենք գնում, կարծում եմ։ Ձեր երգով, մեր պապերի, տատերի մասին մեր հիշողություններով, նրանց այդ գոգնոցի մեջ թաքցրած, մեզ տրվող, չգիտեմ, շաքարի կտորով, ոնց ենք մեծացել։ Հենց Այստեղ։ Ուրեմն նրանց կենացը։ Հուսո Արագաստ երգի պատմությունը կապված է Գիլիկիա նավի հետ։ Ուղղակի պետք էր տղաներին օգնել, հայթայթել անհրաժեշտ գումարը, որ նավի կառույցը ավարտեն եւ կարողանային ծով դուրս գալ։ Առաջինը գրել ենք Արմեն Մովսյանի հետ, մենք երբ որ Ականջեկանչի, թող առողջ լինի, հա։ Երբ իմացանք, զարմացանք, որովհետեւ այն գումարը, որ նավապետ Կարեն Բալայանը ասեց, համոզված եմ, որ մեր մեծահարուստների շատերի գրպանի մեջ կարող է ընկներ գլխի չընկնեին, բայց այդպես։ Եվ չէ, զարմացանք, որ տեղյակ չեն։ Մտածենք պետք է երևի ինչ-որ մի բան անել, բոլորի ուշադրությունը սևեռել այս երևույթին։ Չէ որ Գիլիկիա նավը երբ դուրս եկավ բաց ծով, սկզբում 7 ծովերով պիտի անցներ, բայց ընթացքում նաև օվկիանոս դուրս եկավ ծովերի քանակը շատացավ
ի վերջո գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որովհետև վերադարձան տղաները գետերով, ծովերով գնացին գետերով ու պարզվեց, որ իրենք առաջինն են աշխարհում երկիր մոլորակի վրա, ովքեր Եվրոպայի շուրջ են նավարկել, որովհետև բազմաթիվ մարդիկ կան, որ աշխարհի շուրջ նավարկել են։ Դե խնդրության անունն է հայ երևի, էլի, մեկ-մեկ։ Մենք Մի խոսքով, կարծում եմ Հուսո Առագաստը սիրվել է հենց դրա համար, որովհետև շատ լավ գործի համար է գրված։ Ժամանակին եղել, միանգամից սիրվել է ու մեկ-մեկ ասում են Կիլիկիա, դա էլ կապված է հենց նավի հետ։ Բարիր ծովի վրա մեր հույսերից ծնված նավակ նողա ծովերն ի վեր պարզած ջերմակ առագաստներ վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հողեր վերցրու քեզ խաչված քարեր ծով դաշտերից ոսկե հասկեր մեր Կիլիկիո անմար երկով մեր պապերի կարոտ էր գրով հուսո ջերմակ առագաստով հասցիրված ծով Բարի ծովի վրա մեր հույսերից ծնված երազ նողա ծովերն ի վեր երկինքն ի վեր սարերն ի վեր վերցրու քեզ հետ սրտերը մեր լեռներից խաղաղ հովեր վերցրու քեզ հետ խաչված քարեր ծով դաշտերից ոսկե հասկեր մեր Կիլիկիո անմար երկով մեր պապերի կարոտ էր գրով հուսո ջերմակ առագաստով հասցիրված ծով հուսո ջերմակ առագաստով հասցիրված ծով հուսո ջերմակ առագաստով հասիր Ես կողմ եմ այն զգացմունքին, որ այդ կարոտը ծնում է աշխատանք եւ հզորացնում մարդուն։ Ով թևերը նապաստակի պես բարձրացրեց, հանձնվեց, կլինի անհատ, թե կլինի պետություն։ Կորած է։ Այս աշխարհը ոչ ոքին չի ներում, չի ներելու, թույլերին չեն ներում։ Ես ի նկատի չունեմ, այն որ ասում է ձեռքի ուժը, մտքի ուժն է կարևոր։ Միտքը, որ ստեղծում է, կարոտ, որ դու կարող ես այ երկի տեսքով հասցնել, բայց ստեղծել այնպիսինը, որ մեր երկրին անհրաժեշտ է։ Այս էլ մեր հերոսացը, մեր տղերքի համար։ Մենք մահացած զինվոր չունենք։ Ես երբեմն որ գնում եմ Եռաբլուր, ասում եմ, մենք մեռած տղա չունենք։ Այն մյուս գերեզմաններն են մեռելատեղի։ Այ հերոսաց պանթեոնները դրանք մեռելատեղի չեն։ Դրանք շշնջալու, խոսելու, երդվելու, ապրելու տարածքներ են, եթե այսպես ասենք։ Հերոսաց կենացը, փառք մեր տղերքի կենացը։ Մի երգ ունեմ անպայման հիմա կատարեմ։ Երգը կոչվում է գնացին տղերքը փարվեցին լույսին։ Նրանց անունները միշտ մեր սրտերում է և նրանց արարքն է հերոսապատում կատարած սխրանքը օրինակ ու հենք է բայց չկան տղերքն այսօր մեր շարքերում կատարած սխրանքը օրինակ ու հենք է բայց չկան տղերքն այսօր մեր շարքերում Դուք ջահել ձեր կյանքը տվեցիք նվեր մեզ, որ մանկան դեմքից ժպիտ չպակասի, գլխավերևում տես նույն կապույտ երկինքն է, գնացին տղերքը փարվեցի լույսին, գլխավերևում տես նույն կապույտ երկինքն է, գնացին տղերքը փարվեցի լույսին, Ձեր շիրիմներին է, միշտ թարմ ծաղիկները, բարձր պաշտոնյա, գլուխ է խոնարում,
Քանզի ձեր սխրանքն է հենց օրինակն ու հենքը ու մեզ բոլորիս համար ուղեցույց կյանքում Քանզի ձեր սխրանքն է օրինակն ու հենքը ու մեզ բոլորիս համար ուղեցույց կյանքում Պետք չեն վերամբարձ խոսքեր, պետք չեն դափնիները, գնացին տղերքը, փարվեցին լույսին, բոլորիս կյանքի համար, կռվեցին տղերքը, որ մանկան դեմքից երբեք ժպիտ չպակասի, բոլորի կյանքի համար, կռվեցին տղերքը, որ մանկան դեմքից երբեք ժպիտ չպակասի, Ձեր անմար դեմքերը միշտ մեր սրտերում են, չկորան տղերքը, զոհվեցին հանուն, մեզ հարպարուրում է ձեր սրտերի հուրը, մահն ենք իմացյալ մենք կոչում անմահություն, մեզ հարպարուրում է ձեր սրտերի հուրը, Մահն ենք իմացյալ մենք կոչում անմահություն, մահն ենք իմացյալ մենք կոչում անմահություն Շնորհակալություն Մեր հաղորդումն էլ ավարտին մոտեցավ Երգի շնչով ես կարծում եմ այսօր մենք ասացինք այն ինչ յուրաքանչյուրի սրտում կա Շատերի սրտում ծով տվեց։ Ես հիշեցի այն հայտնի դպրոցական, բանաստեղծությունը, բանաստեղծի մասին, որ մահանում էր, հետո որ գալիս են տուն, ասում են, երբ տուն դարձան գերեզմանից, մարդիկ նրա բարձի տակ գտան մի թուղթ, վրան այսպես ձեռագրված մի կտակ, երգ սիրեցեք, կյանքի բոլոր վայելքներից ավերին, երգ հյուսեցեք, առանց երգի վիշտն աշխարհը կավերի Դուք այսօր այդ ամբողջը իմաստավորեցիք Դուք այսօր լի ու լի տվեցիք, բայց մենք կարոտ մնացինք Եվս մեկ անգամ մեկ օր ձեզ հաղորդման կհրավիրեմ Հիմա համեցեք Բառացիորեն ձեր թույլատվությամբ ուզում եմ մի քառատուղ կարդալ Հաճույքով Այսօրվա հանդիպումը ավարտենք այս քառատուղով Նորեն մեղու կբզա Նորեն առու կվազի, նորեն խոխա կտզա, կյանքը նորեն կնազի Հրաշալի է Կյանքը նորեն կնազի Այսօր այս կանը կհանդիպենք